Ինչքան Քոչարյանի մասին մտածում եմ, այնքան հասկանում եմ, որ ինքը ուղղակի ռուսական գործակալ է։ Հետևաբար նրա խոսույթները այդ ծերունական պետք է ուշադրություն չդարձնել էլ, այսինքն Ռոբերտ Քոչարյանը ով է, մենք ստեղից սկսենք, նախկին նախագահ կամ Լևոն Տեր-Պետրոսյանն ով է, նախկին նախագահ։ Հետևաբար իրանց ասելիքը ասածը իրանք ասել են ժամանակին, եւ ժողովուրդը իր պատասխանը տվել է այդ մարդկանց հերքելով նրանց, այսինքն նրանք ոչինչ են, ոչ մտածողներ են, ոչ փիլիսոփաներ են, ոչ արվեստագետներ են, ոչ ով են նրանք, քաղաքական գործիչներ, որոնք որ իրենց այն մեկը փախավ Լևոն Տեր-Պետրոսյանը, դավաճանեց Հայաստանի Հանրապետությանը, ինչ պատճառել որ լինի։ Այս մեկը մարտի 1-ով փախավ, հա, եւ հիմա մենք տեսնում ենք, որ այս գեներալները, որոնք որ ղեկավարել են անգամ պատերազմը, նրանք փախել են Ռուսաստան։ Հետևաբար բոլորը ռուսական շահերի պաշտպաններ են, ոնց կարող է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախարարը լինի Ռուսաստանի քաղաքացի։ Հետևաբար նրանց ամեն ասելիքը, անելիքը ոչ պրոհայկական, այլ պրոռուսական։ Հետևաբար նրանց պետք է ուղղակի անջատել ձայնը, երբ որ իրանք ելույթ են ունենում, որովհետև իրանք ոչ մեկն են։